Պարոն Սաֆարյան, հերթական ցավալի լուրը կա բանակից զինծառայողի մահվան նոր դեպքի մասին է հայտարարվում, դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում, որովհետև այս տարի Հայաստանի զինված ուժերում 3 տասնյակից ավելի զինծառայող է մահացել, արդեն խաղաղ պայմաններում 14-ը ծառայության հետ կապված մահացու դեպքեր են։ Ինչով է զբաղված պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը, որ նման վիճակագրություն ունենք։ Ծայրահեղված եմ վերաբերվում, դատապարտում եմ պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ինչպես նաև գլխավոր շտաբի ղեկավարությանը եւ ռազմական ոստիկանությանն ու ռազմահոգեբանական ծառայությանը, որը պարտավոր էր առհասարակ ոչ միայն կանխարգելիչ, այլ օրնիբուն աշխատեր մեր զավակներին, երբ որ 18 տարին լրանում է, վստահում ենք բանակի ղեկավարությանը, վստահում ենք զորամիավորումների սպաներին, բարձրակարգ սպաներին եւ արդյունքում եւ նրանց անուշադրության, անփոթության, հանցագործ անտարբերության, կողմնապահության արդյունքում առաջ են բերում անցանկալի, ոչ միայն անցանկալի, այլև դժբախտաբար երևույթներ, մահեր։ Տեսեք, ես կտրականապես դեմ եմ, երբ որ ասում են բանակում զինվորը դիմել է ինքնասպանության։ Ինքնասպանություն հասկացողությունը պիտի բանակից իսպառ վերացվի։ Կա ինքնասպանության հասցնել։ Ես այդ կարծիքին եմ։ Տեսեք, Նարեկ ջան, կարծեմ դուք եք պարտադիր զինվորական ծառայության անցել, որդին էլ անցել, մեր բոլորիս հարազատները անցել են։ Տեսեք, բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը այնպիսին պետք է լինի, ինչպիսին կա ընտանիքինը։ Անկամ եթե մի խնդիր է զինվորի ցանկության չի կամ հրամկազմի որևէ բարձրակարգ սպայի ուսադիր կրող ուրեմն զինվորականի ցանկությամբ չի, սրտով չի, ուզածով չի, ապա դրանք պետք է առհասարակ արմատախիլ անեն։ Ես նաև չեմ ընդունում այն նախադասությունը, որ ասում են հիմա բանակում զորամասերում դեդովշինան վերջացել է։ Գիտեք, կարող է վերջացել է, բայց նաև կա սպաների կողմից սիրեցյալներ եւ ոչ սիրեցյալներ, լավ աչքերով նայելու վերաբերմունք կամ ասենք այդպիսի տրամաբանություն։ Սա առհասարակ պետք է իսպառ ուրեմն վերացվի։ Զինվորական ոստիկանության պետի աշխատանքից ազատելը կամ մեկ այլ կարծեմ բարոյական հոգեբանական դաստիարակության մարտական պատրաստության գծով վարչության պետերին աշխատանքից ազատելը ես դա չեմ համարում արմատական փոփոխություններ։ Ավելին ասեմ, նրանց պետք է վաղուց աշխատանքից ազատացնեն, որովհետև կան Աշոտ Զաքարյանին պարտադիր կերպով, որովհետև կան նաև ստվերային գործողություններ, ոչ ճիշտ, ոչ նպատակային կադրային քաղաքականություն, եւ որը բերում է այսպիսի անփոթության եւ այսպիսի անտարբերության։ Հիմա Արամ Հովհաննիսյանը ինչ կարող է փոխել։ Սիրելի Նարեկ, երբեք չեմ ուզել մտնեմ մատի ու մատանու արանքը։ Դրանք իմ համար շատ ցածր երևույթներ են։ Աշոտ Զաքարյանին ճանաչում եմ ավելի քան 35 տարի։ Արամ Հովհաննիսյանի հանդեպ ունեմ բավականին բարձր կարծիք որպես ոստիկանի, մանավանդ ես տեսել եմ իր գործունեությունը 2023-ից 2025 թվականներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացների Արամ Հովհաննիսյանը պատմության մեջ մնացել է ժողովրդի վրա զայրյա կիրառող ոստիկանապետ։ Զայրյա կիրառող ոստիկանապետ։ Զայրյա 3։ Այո, Զայրյա 3, դուք նկատի ունեք 84 թվականի հունվարի հունիսյան դեպքերը, 24 թվականի, այո, 2024 թվականի այսպես կոչված սրբազան շարժման հանրահավաքի մասնակիցների հանդեպ, երբ որ ազգային ժողովի մոտ ես տեղյակ եմ, բայց ես պիտի ասեմ, որ Արամ Հովհաննիսյանի գործողությունները համեմատած 2008-ից մինչև 2018 թվականի տեղ ունեցած մեր երկրում ոստիկանապետների գործողության հետ անհամեմատելի է։ Ինքս էլ ես տեղյակ եմ եղել եւ տեղյակ եմ եղել, որ տեսել եմ ինչպիսի ուրեմն օբյեկտիվ անաչառ կերպով է ոստիկանությունը ծավալել գործունեություն սրբազան ճակերտավոր շարժման ժամանակ, բայց խնդիրը դրանք չի վերաբերվում։ Ես ասեմ, որ կան բազմաթիվ սխալներ, եթե ուզում եք իմ հստակ կարծիք իմանալ, ինչքան էլ ես ունենամ Սուրեն Պապիկյանի հանդեպ դրական կարծիք, բայց ես պիտի ասեմ, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունը
խոսքս չի վերաբերվում, խնդիրը չի վերաբերվում գլխավոր շտաբի գործունեությանը։ Ամեն օր պիտի նրանք լինեն զորամասերում, ամեն օր։ Ինչ է նշանակում սննդով ապահովված են, հագուստով ապահովված են, զինամթերքը ժամանակին հասնում է, սա շատ քիչ բան է։ 41 միլիոն դրամ է կարծեմ հատկացնում յուրաքանչյուր բարձրակարգ սպայի բնակարանային խնդիրները ապահովելու համար։ Բան նրանք ինչով են զբաղված։ Եթե չի ապահովում զորամասի, տվյալ դեպքում վաշտի կլինի, դասակի կլինի, գումարտակի կլինի, դիվիզիոնի կլինի, չգիտեմ, զորամասի կլինի, ուրեմն բարոյահոգեբանական մթնոլորտը, այլևս ինչի մասին է խոսքը։ Նրանց զբաղմունքը որն է, խաղաղ պայմաններում ինչ է նշանակում վթարի հետևանքով զոհվել է զինվորը եւ ինչ է նշանակում խաղաղ պայմաններում զինվորը դիմել է ինքնասպանություն, ճարահաճալ քայլ։ Այդպիսի բան լինել չի։ Դուք տեղեկություններ ունեիք ճամբարակում ինչ գործ ունեին այդ ժամանակ։ Մոտավորապես չեմ ուզենա առայժմ հստակ կերպով ասել, ես կուզենամ իմ կանխատեսումները չարդարանան, որովհետև այն մոտեցումը կապված այլ անձնավորությունների հետ, որոնք ասենք զինվորական ծառայության մեջ չեն, կապված տարբեր կարգի խոսակցություններ։ Այսինքն այլ մարդիկ են գնացել, հա, զորամաս զինվորները դուրս են եկել։ Այո, եւ ես պիտի ասեմ, ես դրա համար ասում եմ, քանի որ իմ ինֆորմացիան եւ իմ իրազեկվածությունը միշտ ուզում եմ լինի 100%-անոց եւ 100 պատշաճի, ձեզ խոստանում եմ անգամ թեկուզ զոմով կամ մեկ այլ կարճ ուրեմն հարցազրույցի ձևով վաղը կլինի, մյուս օրը կլինի, ես ձեզ խոստանում եմ չխոսափել ձեր պատասխաններից։ Պապիկյանի հրաժարականի պահանջ կա, այս կանգ չառնող դժբախտ պատահարների։ Ես քիչ առաջ ասեցի, որ Պապիկյանը ոտից մինչև գլուխ նվիրված է բանակի խնդիրների արմատական։ Դե հիմա տեսնում ենք ոնց է Պապիկյանը խնդիրների լուծում գործերին, ես այդտեղ երկու կարծիք ունենալ։ Գուցե ցանկություն ունի լավ բանակում ունենալ, բայց գործողությունները միանշանակ ես դժբախտ 30 քանի ընտանիք արդեն դժբախտացել է Պապիկյանի ղեկավարած բանակում միայն այս տարի։ Ուրեմն ես դատապարտում եմ, ասեցի, ես գուցե պետք է նախարարին փոխել։ Ես որ ասում եմ, տեսեք, նախարարի փոխելը կամ ոստիկանության պետին փոխելը կամ որևէ այլ վարչության պետին փոխելը, սա ընդամենը պալիատիվ միջոցառումներ են, վիրահատական ինտենսիվ միջոցառումներ պարտադիր պիտի վարչապետը անի։ Տեսեք, Նարեկ, ես ուզում եմ ձեզ մի դեպքի մասին ասեմ, շատ կարճ կտևի։ 2 տարի առաջ ինձ դիմում է մի ընկեր, բարձրաստիճան սպա, ներքին գործերի նախարարության համակարգից եւ ասես, պարոն Սաֆարյան, իմ բարեկամին մեղադրում են ոչ ավանդական վարքագծի համար, բարոյական, եւ ինքը ծառայում էր Ղափանի հակաօդային պաշտպանության համակարգում։ Ես անմիջապես իմ կապերը օգտագործեցի բանակում եւ իրեն մեկուսացրեցին։ Հետո այդ տղան Գեղարքունիքի մարզից էր, պարտադիր զինվորական ծառայության պոլիտեխնիկել սովորում էր պոլիտեխնիկում։ Հետո այդ տղան արձակուրդ եկավ իմ մոտ։ Ես երբ որ այդ տղային տեսա, գիտեք ինչ, ուղղակի հիացա, խոսքեր չգտա նրան որակելու համար, իր մարդկային որակի, իր գիտելիքների, իր պահվածքի, պարզապես ասենք, ինչպես որ ասում են, նենգասպառնալիքով կամ վրեն ցեխ շպրտելով, եւ այդ տղային մեկուսացրեցին, քանի որ իր դասակում եւ իր այդ մերձավոր շրջապատում կար կասկած, որ իբր կարող է նա ավանդական մեր ուրեմն մարդկային հարաբերությունների շեղված լինել եւ կա Վարդենիսում այդպիսի մի դասակ։ Ես եւս կապնվեցի 2 կորպուսի հրամանատարների հետ, ինչի՞ չնայև պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյայի գեներալի հետ իրեն տեղափոխեցին ռազմական ոստիկանություն, 1 ամիս հետո քննությունը պարզեց, որ այդ տղան բոլորովին անմեղ է։ Եվ ես այնքան ուրախացա, որ ես իմ հետևողական աշխատանքի արդյունքում մարդը չպիտի հայտնվեր այնպիսի միտեղ, որ կարող էր իր համար լինել, ասենք անցանկալի միջավայր, չնայած դա դեռևս չի նշանակում, որ կարող է ունենալ այլ վարքագիծ, բայց չլինի նվիրված զինվոր հայրենիքին։ Բայց եւ իր ծնողները, եւ ես, եւ իմ շրջապատը ամբողջովին եւ հատկապես այդ իմ ընկեր
Պաշտպանության նախարարության բարձրակարգ սպան գեներալը, գիտես մեր ուրախությանը չափուսահման չկար, երբ որ մենք կարողացանք այդ կեղծ լուրի, այդ կեղծ մոտեցման արժևը առնել եւ զինվորին վերադարձնել իսկական իր Չնայած նա տեղափոխեց Տավուշի մարզում ծառայության եւ իր նախորդ զինակից ընկերները Ղափանից ուղակի խնդրում պահանջում են, որ վերադառնար իրանց մոտ։ Ուզում ասեմ, այսպես պիտի լինի մոտեցումը։ Ես ինքս ինչքան էլ հարգեմ Պաշտպանության նախարարության ղեկավարությանը եւ նախարարի հետ, եւ փոխնախարարների հետ ունենալով իրենց հանդեպ ունենալով մեծ հարգանք, բայց ես պիտի ասեմ, սա անթույլատրելի է եւ պիտի բոլորը պատասխան տան այս երևույթների համար։ Բոլորը պիտի պատասխան տան։ Զորամասի սպայից, որը պատասխանատու է տվյալ պահին զինվորի ուրեմն ծառայության, զինվորական ծառայության մինչև նախարար։ Բայց թերացումը կա նախարարի առումով։ Գիտեք, եթե ստորաբաժանումների ղեկավարները, վարչության պետերը, ծառայությունների ղեկավարները թույլ են տալիս նման մոտեցում, կա այսպիսի թողտվություն, կա այսպիսի հանդուրժողականություն բացասական երևույթների հանդեպ, անպայման այստեղ նախարարը ունի իր մեղքի բաժինը, ինչ ունենք թաքցնելու, եթե մենք չասենք։ Խնդիրը գնում է մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության, մեր սահմանների անխախտ պաշտպանության համար զինվորական ծառայության կոչված եւ նվիրված մեր երեխաների եւ խնդիրը գնում է նաեւ մեր զավակների անվտանգության համար, իսկ ինչու պիտի մենք չդատապարտենք այդ երևույթները։ Ողբերգությունների ֆոնին մենք ունենք իրավիճակ, որ այս իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փարթիներից տուն չեն գալի։ Մի օր Սևանի ափին վարչաֆեստա, մի օր 2 օր հետո Ճամբարակում ֆեստիվալա, մի քանի օր առաջ Գորիսում էր, Okay, թողելի անեն, մարդկանց համար սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների համար, բայց իրենք իրենց բան գործը թող գնում են այդ ամեն ինչին են մասնակցում։ Այս ամենը արդյոք հարցեր առաջացնող չեն։ Շատ լավ, ես տեղյակ եմ, եթե դուք էլ տեղյակ չեք, բայց դուք գիտեմ, որ դուք էլ ոչ պակաս տեղյակ եք իմ չափ եւ եթե ոչ ավելին, Պաշտպանության նախարարի արչեւ կտրուկ պայմաններ է դրել վարչապետը գլխավոր շտաբի ղեկավարության արչև կտրուկ պայմաններ է դրել, ունեցել է խիստ խոսակցություն, կարծեմ նույնիսկ եթե չեմ սխալվում շատերի հանդեպ վերջին նախազգուշացումով եւ դրանք լինելու են ոչ թե ամոքիչ պալիատիվ միջոցառումներ, այլ դրանք լինելու են վիրահատական միջոցառումներ։ Պայմանները կտրականապես մերժել նման երևույթները եւ պիտի ասեմ, որ հստակ կերպով ասում եմ, որ այո, դուք ճիշտ եք ասում, կարող է լինել վարչաֆեստ, կարող է լինել մեկ ես ասել եմ, որ օրինակ ազատելու եմ ձեզ, եթե մի անգամ էլ դեպք եղավ։ Հստակ կերպով գիտեմ, որ եկեք մանրուքներ Ասրյանի եւ Պապիկյանի հետ ազնվորված բաներ եկեք չասեմ, բայց որ դե եթե ես ասում եմ վարչապետը վճռական է տրամադրված բոլորի հանդեպ։ Բոլորի մեջ մտնում է եւ Պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը եւ Պաշտպանության նախարարի տեղակալները եւ գլխավոր շտաբի պետերը եւ նաեւ կարևոր ստորաբաժանման ղեկավարները, որոնք իրենց պաշտոնի բերումով պարտավոր են առաջնահերթ կերպով զինվորի հանդեպ ունենալ հոգատար վերաբերմունք եւ ապահովել զինվորի անվտանգությունը։ Բոլորի հանդեպ ես գիտեմ, որ վարչապետը ունի շատ խիստ եւ անողոք մի քանի օր առաջ է եղել դա։ Դե մենք 2 դեպք արդեն ունեցանք։ Կարծեմ 1 դեպք ենք ունեցել։ Մեկ դեպք է։ Ճամբարակի դեպքից հետո է եղել խոսակցությունը։ Այո։ Եվ ես պիտի ասեմ, որ հստակ կերպով ասում եմ, որ անպայման այդ մոտեցումները, այդ խիստ պահանջները բերելու են դրական արդյունքը հանուն հայ զինվորների նորմալ բարեկեցության բանակում, որովհետև այլ կերպ զինվորը չի կարող 1.5 տարի իր զինվորական պարտադիր ծառայությունը անցկացնել 100 պատշաճի։ Պարոն Սաֆարյան, ազգային ժողովում քննարկվում է խորհրդանի ձևավորման հարցերը, հանձնաժողովի նախագահներ են ընտրում եւ այլն։ Դուք հետևում եք, ինչ գնահատական ունեք։ Նարեկ ջան, գիտեք, ախր դուք միշտ ոնց որ միտումնավոր կերպով միշտ ինձ այնպիսի հարցեր եք տալիս։ Այսինքն ազգային ժողովի նիստերին հետևելու հարցի միտումը ո՞րն է։
Այսինքն շատ դեպքեր եղել, երբ որ ինձ հարցեր եք բարձրացրել գլոբալիզացիայի, Հայաստանի Հանրապետության նետված մարտահրավերների, ռազմավարական խնդիրների հետ կապված, երբ որ ես դիտում եմ շատ կարճ ազգային ժողովի եւ ճեպազրույցները, եւ նիստերը, եւ լիագումարները, ապա ես ապրում եմ խորը հիասթափություն եւ ապրում եմ ներքուստ ողբերգություն, որտեղ մարդիկ, որոնք ոչնչով աչքի չեն ընկել հանրային գործունեությամբ, հանրային կյանքում, հասարակական քաղաքական գործունեությամբ, հանկարծ կաշառքով, կոռումպացիայով, շահադիտական տարբեր եղանակներով հայտնվում են ազգային ժողովում, որովհետև դա նրանից է գալիս, որ ոչ միայն մեր ժողովուրդը, այլև շատ-շատերը մեր քաղաքական հանրույթը այնքան հասուն չի, որ կարող են նմանները հայտնվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Իհարկե, դատապարտելի է եւ հանձնաժողովի նախագահների տեխնացուների ինտելեկտը, նրանց կարողությունները, մտավոր կարողությունները, իրազեկվածության աստիճանը եւ դատապարտելի է նրանց պահվածքը։ Շատ դեպքերում դա վերահացում կրկեսի։ Ես մի անգամ իմ հարցազրույցների մեջ ասել եմ, կարող են լինել կատակներ, կարող են լինել մեկը մյուսին չսերելու տարբեր պահեր, չհամակրելու, բայց մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք եւ թույլ չենք տա, որպեսզի շատ-շատերը, այդ թվում ազգային ժողովի падգամավորները փորձեն մեր երկրին վերաբերվել որպես կրկեսի։ Առայժմ այսքանը կարող եմ ասել, ընդդիմադիր խմբակցություններ կամ ընդդիմադիր կուսակցություններ այդ ձեռք բերած կամ հարուստ հասկացողությունները նրանց վերաբերյալ ես չեմ կարող ասել, ես ասում եմ նրանք ոհմակներ են, նրանք պետականական խմբակներ են, ես այդ երկու խմբակցություններին ասում եմ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից քաղաքական ուժեր ճակերտավոր, որոնք օկուպացրել են դեսանտ են իջացրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, մեկը որպես 102-րդ ռազմաբազայի կարգավիճակով, մյուսը որպես Հարակովկասյան Ռուսաստանի Դաշնության երկաթուղու Հարակովկասյան երկաթուղու Հայաստանի բաժանմունքի ուրեմն կարգավիճակով։ Այլ բան ասել չեմ կարող, դավադիր ուժեր են, ինչու՞ չի, նաև դա դեռևս չի նշանակում, որ նրանց հանդեպ պատասխաններն էլ համարժեք են, նաև շատ դեպքերում իշխող քաղաքական ուժից էլ շատ արձագանքներ կան, որոնք ես կարող եմ նաև չընդունել, ոչ միայն չընդունել, այլ նաև քննադատել։ Արդյունավետ չեն այսինքն նիստերը։ Առայժմ ոչ, տեսեք Նարեկ, դեռևս մարտ-ապրիլ ամիսներին կարծեմ ես ձեզ եմ ասել, դուք էլ կարծեմ պիտի հավաստեք, ես ասել եմ, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ մեր իրավապահ մարմինները բացահայտել են կաշառքի եւ կոռուպցիայի եւ շահադիտական գործունեության տասնյակ հարյուրավոր դեպքեր, ապա հանգիստ կերպով նրանց գործունեությունը նախընտրական տրամաբանության շրջանակներում կարելի էր կասեցնել, որտեղ դա դառնալու էր գլխացավ ազգային ժողովում, ոչ միայն դառնալու էր գլխացավ ազգային ժողովում, այլ նաև շատ դեպքերում կառուցողական գործունեության տեսակետից մենք դրա վնասները եւ դրա պտուղները քաղելու ենք։ Չնայած ես համոզված եմ, որ նման գործունեության դեպքում ազգային ժողովում տեղի ունենալու անասնագողություն չի բացառվում, շուտով մի քանի, ուրեմն շատ շուտով մի քանի падգամավորներ, երեսփոխաններ, այսպես ասեմ, շատ հանգիստ կերպով լքելու են ուժեղ Հայաստանի խմբակցությունը եւ կհայտնվեն մյուս ճամբարում։ Տեսեք, մարդիկ են հայտնվել քաղաքական ուրեմն գործունեության մեջ խմբակցություններում ազգային ժողովի, որոնք, ասում եմ, դուք չեք պատկերացնում, բացարձակապես ոչ մի կենսագրություն չունեն, ոչ պետական գործունեության, ոչ քաղաքական գործունեության, ոչ հանրային քաղաքական կյանքում ունեն որոշակի դիմագիծ, նույնիսկ չգիտեն կոճակը ազգային ժողովի այդ կոճակը վահանակը ինչու համար է սեղմում։ Այդպես շարունակվել չի կարող, չի բացառում նաև, ասեմ, նման շարունակության դեպքում, չնայած ես դա բացառում եմ, չի բացառում, որ կարող է պատահի 1 տարի հետո կամ 1.5 տարի հետո ազգային ժողովի նման գործունեության արդյունքում ազգային ժողովը լուծարվի։ Ես նաև հակված եմ այդ կարծիքին։ Եվ այդ դեպքում օրինակ Սամվել Կարապետյանը հաջողություն կունենա, որտեղ իր թիմը դեռ շարունակում է պնդել, որ նա հաջորդ վարչապետն է։ Տեսեք,
մի անգամ ասել եմ, նորից կրկնեմ, կառուցողական առումով երկու խմբակցությունների օգտակար գործողության գործակիցը 0 է։ Մեր ժողովրդի խնդիրներին տեր կանգնելու, պետականության խնդիրները 100 պատշաճի բարձրացնելու, մեր ժողովրդի նետված մարտահրավերների, պետության նետված մարտահրավերների, Հայաստանի Հանրապետության կառավարության մարտավարական եւ ռազմավարական քաղաքականությունը ճիշտ ըմբռնելու առումով այս երկու խմբակցությունները բացարձակապես չեն տիրապետում բարձրացրածս իմ հարցերին։ Նրանք իմ այս հնչեցրած հարցերից հեռու են հազարավոր կիլոմետրերով։ Ասել եմ ու կրկնեմ, Հայաստան դաշինքի Հայաստան խմբակցության падգամավորները, այդ թվում նաև իրենց հոգևոր եւ քաղաքական առաջնորդը, ուժեղ Հայաստան կուսակցության եւ նրա խմբակցության падգամավորները, այդ թվում նրանց ֆինանսական, քաղաքական, չգիտեմ, տնտեսական առաջնորդը, որը ընդամենը դրսի օտարերկրյա պետությունների դրածո է, նրանք քաղաքական կյանքում շուտապույտ կերպով դարձան քաղաքական հանգուցյալներ։ Նրանք այս գործելակերպով, այս մենթալիտետով եւ արժեհամակարգով նրանք անելիք չունեն մեր երկրի հանրային քաղաքական կյանքում, առավել եւս Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնում։ Կլինի այդ վեճեր, ծեծեր, հայոյանքներ, ինչը բնորոշ է Հայաստանի ազգային ժողովին, մի բան իրավիճակը սրվեց, նույնիսկ անվտանգության աշխատակիցները ներս մտան, առաջիկայում հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանն էր գալու խորհրդարան, իրավիճակը ավելի էս թեժանա, թե չէ։ Վարչապետի գալով բացառվում է իրավիճակի թեժացում։ Ինչի Նիկոլ Փաշինյանի բառապաշարը դուք չեք լսել 18 պլյուս։ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը միշտ սկիզբ է առնում նրա այդ source of information-ը միշտ սկիզբ է առնում ընդդիմության, ճակերտավոր ընդդիմության ներկայացուցիչների պահվածքից, ոչ եթերային, ոչ խորհրդարանական բառապաշարի պահվածքից։ Հիմա իսկ ինչ վերաբերում է ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներին, տեսեք Նարեկ, կարծեմ դուք եք տեղյակ, ես մի անգամ ձեզ ասել եմ, Նարեկ ջան, ես ինքս էությամբ սոցիալապես շփվող եմ, կոմունիկաբել, ինչպես անգլերեն են ասում, sociable man։ Սկսած Էդգար Ղազարյանից եւ սկսած շատ-շատերից, որոնց ծնողների հետ եմ ճանապարհ անցել, որոնց հորեղբայրները եղել են իմ կուրսեցիներ, շատ-շատերի, շատ դեպքերում ես կաշկանդվում եմ հրապարակային որևէ սուր բառ արտահայտելուց, բայց ես ինքս իրենց փոխարեն ամաչում եմ, իրենց պահվածքից։ Այդ թվում տեսեք, ինչ է նշանակում տասնյակ տարիներ ղեկավարես Հայաստանի էլեկտրական ցանցերի ամենահզոր մասնաճյուղերը եւ այլ եւ գազ ազգային ժողովում որպես падգամավոր քեզ այնպես պահես, որ ազգային ժողովի նիստը վարողը կամ նախագահողը քեզ հեռացնի նիստերի դահլիճից։ Ոչ իմ համար զավեշտ է։ Եկավայր նախագահողն է իր լիազորությունները չարաշահում, որովհետև նիստի նախագահողը ընդդիմադիրների յուրաքանչյուր ելույթից հետո մի ռեպլիկ էր թողում, ինչը նիստի նախագահողը ես պիտի ասեմ իրեն պահում է շատ բարձր 100 պաշարի, մի բան, որը չեմ կարող ասել քաղաքացիական կուսակցության падգամավորների շատ-շատերի հանդեպ, բայց ես պիտի ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ կան падգամավորներ, իրենց գիտելիքներով, անզիջում պահվածքով, հետևողականությամբ, սկզբունքայնությամբ պետական խնդիրները շատ բարձր մակարդակով բարձրացնելու տրամաբանության մեջ պիտի ասեմ աչքի են ընկնում իրենց ամեն ինչով, դրական կողմերով։ Ամեն դեպքում ես համոզված եմ, որ չի բացառվում նման երևույթները, կլինի քաշքշոց, եկեք բացառենք ձեր կրտուքը, հա, դրանք շատ անցանկալի երևույթներ են, անընդունելի երևույթներ են, բայց նման շարունակության դեպքում հատկապես ասում եմ երկու խմբակցությունները, Հայաստան դաշինքի падգամավորները եւ ուժեղ Հայաստանի падգամավորները անընդհատ տանում են դեպի իրավիճակի սրմանը, նրանք աչքի են ընկնում մեկ բառով ասեմ հակախորհրդարանական գործունեությամբ։
Պարոն Սաֆարյան, կառավարության ծրագիրն է հրապարակվել, կքննարկվի խորհրդարանում հաջորդ շաբաթ։ Հոգևոր անվտանգության բաժինը ձեր մոտ տարակուսանք առաջացրեց, թե չէ։ Կառավարությունը նախաձեռնել է կաթողիկոսի փոփոխություն։ Եվ տանն է խորհրդարան, որ դա հաստատեն։ Կառավարությունը նախաձեռնել է ոչ թե կաթողիկոսի փոփոխություն, կառավարությունը շատ ճիշտ է որոշել։ Մենք այս պահին չունենք կաթողիկոս, մենք ունենք Մարիա Թորրի Էշմիածնի զավթած, օկուպացրած մի քանի բարձրաստիճան սպաներ, ներողություն եմ խնդրում, բարձրաստիճան եկեղեցու սպասավորներ, արկության աստիճանի հասած, ուրեմն ճակերտավոր վեհապարի գլխավորությամբ։ Եվ այդ հարցը ինչքան շուտ հանգուցալուծվի, այնքան մեր 100,000-ավոր եւ միլիոնավոր հավատավորներ, ուխտավորներ կունենան մեծ հավատ առ մեր պետությունը եւ մեծ հավատ առ Մայր Աթոր Սուրբ Էշմիածինը։ Բազմիցս ասել եմ, բազմիցս էլ կրկնում եմ, ինչքան էլ փորձեն բերեն կաշառակեր իրավաբաններով, ասեն, որ պետությունը իրավունք չունի միջամտի եկեղեցու գործերին, որ Ավստրիայում այսպես է, Չեխիայում այսպես է, Անգլիայում այսպես է, մեկ նախադասություն պիտի ասեմ, որ ոչ Ավստրիայում, ոչ Չեխիայում, ոչ էլ Անգլիայում եկեղեցու ղեկավարությունը դուրս չի եկել պետության դեմ։ Նրանք զբաղված չեն պետականաքանդման եւ ուրեմն հավատուրացության գործունեությամբ։ Հստակ կերպով վարչապետը շատ բաներ ես ինքս էլ երկրի ներքին քաղաքականության հետ կապված, հատկապես հարկային, մաքսային, տարբեր խնդիրների հետ կապված ես էլ ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց հայրաքելական եկեղեցու ներսում բարենորոգումների ապօրինի կերպով Մարիա Թորրո ուզուրպացրած բարձր հոգևորականների մի քանիսի շուտափույթ վտարումը պահանջում է շուտափույթ հանգուցալուծում, պահանջում է անհետաձգելի միջոցառումների իրականացում։ Չէ, տեսեք, կառավարության ծրագրում մի ուշագրավ դեպք ես ողջունում եմ կառավարության քաղաքականությունը, այո, այդ ոլորտում։ Տեսեք, ասում է, որ եկեղեցին արտաքին ուժերի համար հիբրիդային պատերազմի հենակետ է դարձել, հիբրիդային հարձակումների հենակետ է դարձել, բայց ամենակարևոր հարցի պատասխանը չկա այդ ծրագրում։ Որ պետության կողմից, որ արտաքին ուժի կողմից է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձել, ինչպես կառավարության ծրագրում է նշված, հիբրիդային հարձակման հենակետ, սպառնալիքի։ Պարզից էլ պարզ է, ակնհայտ կերպով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավարությունը հստակ կերպով նահանջել է իր բազմաթիվ սկզբունքային մեր հավատացյալների հանդեպ ունեցած իր պարտավորություններից, որը կարող է ունենալ անպայման բացասական երևույթ եւ որը կարող է բերել նրան, որ մեր պետականությանը հասցված հարվածները ունենան անդառնալի վտանգներ։ Պետության հետ կապված ես չգիտեմ ինչու այդպես չկա, բոլորս էլ գիտենք, որ տիրադավ որոշ սրբազաններ Բագրատ Գալստանյան, Վազգեն Գալստանյան, Աշակ Սրբազան, իր զարմիկը կարծեմ Պրոշյան, մյուսը, որը ռազմական հեղաշրջման կոչեր էր անում Շիրակի թեմի առաջնորդը Աջապահյանը, գլխավորությամբ ճակերտավոր վեհապարի, այո, վտանգ են սպառնում պետության գոյության։ Ես ասեմ, որ Ռուսաստանի եւ Բելոռուսի։ Նույնիսկ ինչ է նշանակում Բելոռուսի նախագահի շնորհավորական ուղերձը Կտրիշ Ներսյանի ծննդյան 75-րդ ամյակին։ Ինչ է նշանակում Էզրաս Ներսիսյանի մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին կամ պատե հայտարարությունները։ Ինչ է նշանակում այսպես կոչված վեհապարի քար լռությունը ազգային ժողովի մեկնարկը չշնորհավորելը կամ Հայաստանի Հանրապետությունը մեծ համապետական ընտրություններում իշխող քաղաքական ուժին չշնորհավորելը։ Ինչ վերաբերում է Շվեյցարիայում նրան ունեցած ելույթին կապված ուրեմն Արցախի խնդրի հետ,
Այս բոլորը նարեկ, ես ասեմ հստակ կերպով, ես մի քանի տասնյակ եպիսկոպոսների հետ ունեմ բավականին ջերմ հարաբերություններ, նրա կատարած մեղքերը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ առհասարակ նրա հասցրած վնասները հայ եկեղեցուն այնքան շատ են, դրանք մահացու մեղքեր են, որ նա փորձ է անում դրանով շեղել ուշադրությունը։ Այսօր էլ ասում են, որ նա ընդգրկված է եկեղեցիների համաշխարհային խորհրդում եւ այլ, չէ, կարծեմ այդպիսի մի բան կա։ Այդ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մեր միլիոնավոր հավատացյալներին ասեն, որ մի ձևական կազմակերպություն է, որը իրենից գրեթե ոչինչ չի ներկայացնում եւ որը չունի ոչ մի նշանակություն։ Տեսեք, այսօր ինչու եմ արեմ ես ասում, լծված են մի քանի կեղծ իրավաբաններ, դոկտորներ, կաշառակերներ, որոնք մի քանի տասնամյակներ շարունակ աչքի են ընկել նման գործնեությամբ, փորձ են անում սահմանադրական որևէ կետով աջակցել Կտրիչ Ներսիսյանի գոյությանն ու գործնեությանը, մի բան, որ իրենց չի հաջողվելու։ Հստակ կերպով Կտրիչ Ներսիսյանը եւ նրա մերձավոր շրջապատը մեր երկրում զբաղված են շնաբարով վարքագծով, ունեն անբարոյական վարքագիծ, որը հակասում է հայրաքելական եկեղեցու բազմադարյան ավանդույթներին, կոդերին եւ քաղաքական գործնեության մեջ, պետական գործնեության մեջ զբաղված են պետականաքանդման, պետությունը քանդելու գործընթացի մեջ, որոնք ղեկավարվում են հեռակառավարման վահանակներով, հստակ կերպով ասեմ, Ռուսաստանի Դաշնության եւ Բելոռուսի Դաշնության քաղաքական ղեկավարության կողմից։ Թե կառավարության ծրագրում ինչու՞ չի դա ներառված, հստակ կերպով ասում է, որ կատարում է դրսի ուժերի թելադրանքը։ Այդքանն էլ հետաքրքիր է, վերջնաշով վարչապետը կամ վարչապետը ներկայացնում կառավարության ծրագիրը եւ կառավարությունը ունի գերատեսչական այնպիսի ֆունկցիաներ եւ հատուկ ծառայությունների եւ անվտանգության եւ իրավական համակարգի, ինչ է նշանակում եկեղեցին վերդասել վերերկրային, եկեղեցին վերդասել սահմանադրությունից, եկեղեցին վերդասել կանոններից։ Եկեղեցու կանոնադրությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության արտարադատության նախարարության ռեգիստրում, գրանցամատյանում։ Եթե նա, ասենք, վերերկրային կազմակերպություն չի, ապա պատրաստ է եւ պետք է պատրաստ լինի եւ վճարել հարկերը, եւ աշխատի թափանցիկ ֆինանսապես, եւ նաեւ կանգնի պետության կողքին, պետության ղեկավարության կողքին եւ սատարի պետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը։ Պարոն Սաֆարյան, քարոզարշավի շրջանում Նիկոլ Փաշինյանը սպառնում էր աղքատացնել, ինչպես ինքն էր ասում, բոմժ դարձնել ընդդիմադիրներին։ Ինչու դա միայն Ծառուկյանի վրա տարածվեց։ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը ճիշտ է անցնում են գործերով, բայց իր ունեցվածքներին մատով չի գտնում Նիկոլ Փաշինյանը։ Շատ լավ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի թիրախը բոմժ դարձնելը կամ չէ ընչազուրկ դարձնելը որոշ քաղաքական գործիչների ճակերտավոր հստակ կերպով ցույց է տալիս, որ ինքը ունի նման հայտարարության հիմքեր, հիմնավորված է նրա հայտարարությունները, բայց Նիկոլ Փաշինյանը բոմժ եւ ընչազուրկ դարձնող չի։ Որևէ մեկ ընչազուրկ դարձնող չի։ Եթե իրավունքը, եթե հակակոռուպցիոն քաղաքականությունը, եթե մեր երկրի իրավապահ մարմինները կարողանում են ապացուցել, որ ցեմենտի գործարանը աշխատել է ապօրինի կերպով ստվերային դաշտում, նույնը վերաբերում է այդ մուլտիկոնցերնի գինու կոմբինատին, չէ, նույն ապրանքանիշը կրող մեծ գործարանին, նույնը վերաբերում է նրանց առևտրական կազմակերպություններին, թույլ է տալիս ասելու, որ տասնյակ միլիարդավոր դոլարների ձախ շրջանառություն, ստվերային շրջանառությունը մեկ նպատակ ունի, որպեսզի ինչպես նախկինում են ունեցել կայսրություն, ապօրինի տնտեսական գործունեություն պետության մեջ, իսկ դրա առջևը պետք է շատ արագ առնեցվի։ Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս Սամվել Կարապետյանի պարագային, ես պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է վարվում, շուտով իրավապահ մարմինները, որովհետեւ նրանք պետք է զբաղվեն եւ քաղաքական սպանություններով, եւ ստվերային գործունեությամբ, եւ պետական դավաճանություններով, շուտով իրավապահ մարմինները իրենց գնահատականը կտան, ինչպես Ռոբերտ Քոչարյանի գործունեությանը հակապետական, հակահայկական, այնպես է Սամվել Կարապետյանի դավադիր դավաճանական գործունեությանը։ Դրանում երկու կարծիք լինել չի կարող, նույնիսկ ավելին ասեմ։ Տեսեք,
Հիմա էլ շատ դեպքերում վարչապետը իր թիմակիցների հանդիպել է շատ խիստ։ Այսինքն Քոչարյանը կկալանավորվի։ Ես մի անգամ ասել եմ Հայաստանի Հանրապետության ներքին անկայունությունը շատ դեպքերում քաղաքական անկայունությունը պայմանավորված է միայն մեկ անձով, դա Ռոբերտ Քոչարյանն է, որ իր վրեժխնդիր գործնեությամբ դիմում է բոլոր միջոցներին, սրբություններին անգամ ոտնակախ տալով, ոտնակոխ անելով, որպեսզի ինքը վրեժխնդիր կերպով հասնի աթոռին։ Կարծեմ չեմ ուզենա անգլերեն ասեմ, բայց շատ գեղեցիկ է հնչում, որ սատանան իր նպատակներին հասնելու համար անգամ դիմում է Սուրբ Գրքի օգնությամբ։ Բայց մենք ինչի չենք տեսնում այն նույնը, ինչ Ծառուկյանի հետ է կատարվում, նույն իրականացվի Քոչարյանի հետ, ոչ թե այստեղ դրա ամենամեծ հարցը ստամ էլի։ Եվ այստեղ ոչ թե բաններն է, որ ցանկությունը, որ Քոչարյանին կուլակատ ապարվի, ինչպես Ծառուկյանին են հիմա անում, այլ եթե հայտարարվում է, որ խնդրահարույց է երկուսի ունեցվածքն էլ, մի դեպքում ո՞նց է մյուսի հետ գործողություններ են տեղի ունենում, մյուսի հետ տեղի չեն ունենում։ Դրա ամենամեծ հետևողական պայքար տանողը այդ արագացնելու այդ գործընթացը ես եմ եւ ջատագովն էլ ես եմ, որովհետեւ առհասարակ եթե կա հանցակազմ, եթե կա հակապետական գործունեություն, եթե կա հակաօրինական գործունեություն, ապա դրա պատասխանը պետք է պատասխանը տալ հավուր պատշաճի պետական մակարդակով։ Ես կարծում եմ հեռու չէ այն օրը, երբ ոչ միայն հիշալ երկու անձնավորությունների, այլև շատ անձնավորությունների, որոնք նաև ոչ միայն հակապետական գործունեությամբ, նաև նպաստել են կոռուպցիոն ռիսկերով, կաշառքներով, որպեսզի այս երկու խմբակցությունները հայտնվեն ազգային ժողովում, շատ շուտով սրա արձագանքները մեր ժողովրդի իմանալու է։ Քոչարյանի ձեռքից էլ գույքեր կվերցվեն։ Պարտադիր կերպով, որովհետև արդեն կա դատախազի եւ ուրեմն մնացած իրավապահ կառույցների ղեկավարների հայտարարությունները, որ նրանց գույքերը նվազագույնը կազմում են մի քանի $100 միլիոն եւ կարծում եմ ընդամենը պետականացնելու գործընթացից եւ պետականացումը ավարտելուն մնացել է 5 պակաս։ Շատ շուտով մենք ականատեսենք դրան։ Ինչին ականատես։ Որտեղ ամեն ինչ օրենքով ապացուցված է եւ այդ ամեն ինչը պետք է ազգայնացվի շատ հանգիստ օրենքի տարին ու ոգուն համապատասխան, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բոլորը ձախ ճանապարհով, էժան ճանապարհով, ill-gotten gains համակարգով, եղանակով ձեր բերված անաշխատ եկամուտների արդյունքում մի քանի հարյուրավոր միլիոնավոր $-ներ են, շատ շուտով նաև ջրի երես են դուրս գալու նաև այլ մարդկանց անուններ, որոնց գործունեության արդյունքում առնվազն իրենց ունեցվածքը ապօրինի կերպով ավելացել է մի քանի տասնյակ, ինչու՞ չի նաև մի քանի միլիոն $-ներով։ Դուք որ ասում եք Քոչարյանի հետ կապված շուտով գործողությունները նախատեսում, դուք ենթադրում եք, թե տեղեկություն ունեք։ Ես ենթադրում եմ, որը միտված է ռեալ իրականության ստապ գնահատմամբ եւ հստակ կերպով համոզված եմ, որ օրերի հարց է դա։ Եվ այս իշխանության առանձին ներկայացուցիչներ են արդեն ունեցվածքով աչքին գտնվում։ Ես ոչինչ չեմ բացառում, որովհետեւ կարծեմ 1 ամիս առաջ, թե 1.5 ամիս առաջ Սրբի Գալյանը հայտարարեց, որ այս քաղաքական ուժը նույնիսկ չի ներելու իր մերձավորներին եւ իր գործընկերներին, վարչապետն էլ նաև նույնը հայտարարեց։ Չներելը ո՞րն է, որ կառավարությունը ինչ իրականացնում է, ինչ միջոց առում, դա երկու կազմակերպություն է անում՝ Domino Production-ը եւ Background Production կամ մեկ էլ Factory Production կամ դա այսինքն իրենց հետ արդեն ինչ որ կապեր ունեն, չէ՞, 8 տարի շարունակ այդ մարդիկ հարավոր միլիոններ են ստանում, ընդ որում այդ ընկերություններից երկուսն էլ իրար հետ փոխկապակցված են, քավոր Սանիկ առանձնացե բան են արել, թազանկերություններ են բացել։ Սա էլ չէ կոռուպցիայի մի տեսակ, որտեղ մենակ ասենք այդ համերգ կազմակերպել այդ երկու ընկերությունը, չգիտեն, Հայաստանում կան լիք կազմակերպություններ, որ կարող են այդ երկաթները բերեն, շարեն, բեմը հավաքեն, մարդիկ կան համերգ տան։ Սա էլ կոռուպցիայի մի տեսակ չէ, տները որ առնում են
շինարարությունները, որ անում են, բա դրանց հերթը երբ է հասնում։ Ես ամբողջովին ձեր հետ համամիտ եմ, կիսում եմ ձեր մտահոգությունները որպես անարդարություն եւ համոզված եմ, որ նաեւ դրանց հերթն է հասնելու։ Ոչ միայն դրանց հերթն է հասնելու, նաեւ շատ պետական պաշտոնյաների պաշտոնակություն կլինի, չգիտեմ, որովհետեւ տեսնում ենք, որ նույնիսկ ինչպիսի պաշտոնակություններ են տեղի ունենում մեր երկրում եւ կարծում եմ Բայց միլիարդավոր պարգևավճարներ, հա, դրանք էլ կոռուպցիայի մի այլ տեսակ չեն։ Պարգևավճարների պարով ես ունեմ իմ օրենք չկա, որ պետքա իրենք դա եղել է կառավարության որոշում, այսինքն իրենք իրենց համար բարենպաստ որոշում են կայացրել։ Նախ կառավարությունը աշխատում է օրնի բուն, կառավարությունում չկա կոռուպցիա, հստակ կերպով կարող եմ ասել, ոչ միայն համակարգված, այլև կառավարությունում չկա։ Օրինակ սննդի պետական տեսչությունը, որը կառավարության ենթակա է, կամ չգիտեմ, բնապահպանության տեսչական մարմինը, որ էլի կառավարության, իրենք չկան այդ բաներին։ Հստակ կերպով կարող եմ ասել, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորումներ, երբ որ դուրս է բացահայտվում է, պատասխան են տալիս օրենքի ողջ խստությամբ։ Եթե կան երևույթներ, անպայման պիտի ուրեմն հետևողական ձևով պայքար տարվի դրա դեմ, եւ ես գտնում եմ, որ նաեւ ձեր բարձրացրած հարցերն էլ անպայման օդի ու ջրի նման հրատապ լուծման կարիք ունեն։ Դե գիտեք, Նարեկ, հիմա ես ասում եմ, ինչպես բանակի հետ կապված, ես հետևողական եմ ելնելու, նույն նաեւ կառավարության։ Հիմա տեսեք, այդ բանակի օրինակով, հա, այդ 5 միլիարդից կարծեմ 4-500 միլիոնը գնացել է ՊՆ որպես պարգևավճար։ Այսինքն ինչ լավ աշխատանքի համար են, չէ՞, պարգևավճար ստանում, բայց ՊՆ-ի աշխատանքը մենք տեսնում ենք 34 զոհ այ միայն այս տարվա Ցավոք սրտի զոհերի պահով ես ընդամենը պիտի գլուխ խոնարհեմ եւ հայցեմ մեր բոլոր ծնողների ներողամտությունը, բայց ես պիտի ասեմ, որ բանակում ամրոցաշինարարության, պաշտպանական բնագծերի, զենքի, կադրային, սննդի, ռազմական խնդիրների ռազմատեխնիկական մատակարարման ուղղությամբ ունենք բավականին առաջընթաց, չանտեսելով եւ աշխատող չանելով այն հիմնականը, որը բերում է ուրեմն հանցավոր անփութության կամ նաեւ սխալ գործունեության արդյունքում մեր մատաղ սերնդի կամ մեր 18-19 տարեկան երեխաների մահվան։ Ինչ խոսք, սրանք դատապարտելի երևույթներ են եւ պիտի կառավարությունը եւ պաշտպանական գերատեսչությունը խստի կերպով արգելի նման երևույթների կրկնությունը։ Գալով ձեր ասած մնացած գերատեսչություններին, որը կլինի սննդի ծառայություն, որը կլինի տարբեր շրջակա միջավայրի եւ այլ, այդտեղ եւս պետք է արմատախիլ արվի։ Դե գիտեք, հիմա ես իրենց համար պատասխանատու չեմ, մարդիկ վարձատրվում են աշխատավարձով, ասած ձեզ նաեւ պարգևատրում են ստանում, իրենք պիտի նաեւ պատրաստ լինեն նման երևույթները վերջնականապես արմատախիլ անելու համար։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։